Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Սոնան, Լիլիթն ու Նարեն հանդիպում են սրճարանում։ Երեք աղջիկները նստած են մեկ սեղանի շուրջ ջերմ զրույցի մեջ։ Նարեն փորձում է մի փոքր շեղվել վերջին օրերի լարվածությունից, իսկ Լիլիթը իր հերթին չի կարողանում թաքցնել իր սիմպաթիան Հայկի հանդեպ։ Զրույցի ընթացքում նա սկսում է աննշան, բայց խայթոտ խոսքեր ասել ուղղված Նարեին, երբ Նարեն նշում է, որ հիմա պարզապես ուզում է մի փոքր հանգստանալ ու ցրվել, Լիլիթը ժպտում է եւ կիսախայթոտ տոնով պատասխանում, թե հավանաբար նա հոգնել է նախահարսանեկան պատրաստություններից, ու դա է նրա հոգնածության պատճառը։ Նարեն հստակ զգում է Լիլիթի թաքնված հեգնանքը, բայց ընտրում է լռությունը, չցանկանալով բարդացնել իրավիճակը։ Քիչ անց Հայկին զանգում է Քեռին։ Նա հանգիստ, բայց մի փոքր անբնական ձայնով ասում է, որ լավ կլինի գնա այն սրճարանը, որտեղ Սոնան է իր ընկերուհու հետ։ Ասում է, որ ինքը պարզապես ցանկանում է համոզվել, որ ամեն ինչ կարգին է։ Հայկին տարօրինակ է թվում այս խնդրանքը։ Նա հետաքրքրվում է, արդյոք անհանգստանալու պատճառ կա, կամ ինչու է Քեռին նման բան խնդրում։ Քեռին խուսափում է հստակ պատասխան տալուց եւ ասում է, որ դա անում է պարզապես իր ներքին հանգստության համար։ Հայկը մնում է մտահոգված, չհասկանալով ինչն է իրականում Քեռու անհանգստության պատճառը։ Այդ ընթացքում սրճարանի մթնոլորտը փոխվում է։ Արմոն հանկարծակի ներս է մտնում, սառը, լարված, աչքերով փնտրելով Նարեին։ Նա տեսնելով աղջիկներին անմիջապես սկսում է բարձր ձայնով խոսել, խանդոտ տոնով, պահանջելով բացատրություն, թե ինչու է Նարեն այստեղ եւ ում հետ է։ Նրա վարքը սադրիչ է, անտեղի եւ վիրավորական։ Սոնան փորձում է միջամտել ու բացատրել, որ իրենք ուղղակի աղջիկներով հավաքվել էին առանց որևէ երկրորդ մտքի։ Արմոն սակայն կորցնում է ինքնատիրապետումը, անտեսում է Սոնայի խոսքերը եւ նույնիսկ կոպիտ ձևով լռեցնում նրան։ Նարեի նկատմամբ նրա վերաբերմունքը դառնում է բացահայտ ագրեսիվ։ Նա բռնում է Նարեի թևից, քաշում նրան, ցավեցնում։ Մարդիկ շրջապատում նայում են, բայց ոչ ոք չի համարձակվում միջամտել։ Արմոն Նարեին ստիպում է վեր կենալ ու դուրս գալ իր հետ։ Նա ուղեկցում է Նարեին մինչև տուն։ Ներս մտնելուն պես Նարեն տեսնում է իր ծնողներին՝ Անիկին, Սաքոյին եւ եղբորը՝ Վրամին։ Դեմքը կարմրած է, ձեռքերը դողում են, իսկ աչքերում զայրույթ ու ցավ։ Նա չի սպասում ոչ մի հարցի, սկսում է բարձր ձայնով պատմել ամեն ինչ՝ սրճարանում տեղի ունեցածը, Արմոյի ագրեսիան, վիրավորանքն ու ֆիզիկական բռնությունը։ Սաքոն փորձում է խուսափել թեմայից, հոսքը շեղելով եւ ակնարկելով, թե գուցե Նարեն ինչ-որ կերպ պատճառ է տվել, որ Արմոն զայրանա։ Բայց Նարեն հունից դուրս է գալիս, ընդհատում է հորը, ցույց տալով իր թևի կապտուկները։ Տանը տիրում է լռություն։ Անիկն ու Վրամը շոկի մեջ են, իսկ Սաքոն շարունակում է մնալ անհասկանալի սառնությամբ հանդարտ։ Նրա մտքում բոլորովին այլ բան է։ Նա վախենում է միայն մեկ բանից, որ Արմոն կարող է բացահայտել այն գաղտնիքը, որը պահել էր 10 տարի։ Գաղտնիքը, որ հենց ինքը Սաքոն է սպանել Աշոտին։ Այդ մտքից ելնելով նա նախընտրում է աչք փակել դստեր ցավի ու տանջանքի վրա։ Նարեի արցունքները նրա համար դառնում են երկրորդական։ Նրա միակ մտահոգությունը մնում է սեփական մաշկը, հին հանցագործության հետևանքներից փրկվելը։ Հարգելի հետևորդներ, արդյոք այսքանից հետո էլ Սաքոն Նարեին ստիպողաբար կամուսնացնի Արմոյի հետ։ Գրեք մեկնաբանություն։